Իշխող հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը համալրվեց եւս մեկ նախկին պաշտոնյայով։ Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի մասին է, ով նաեւ Սերժ Սարգսյանի փեսան է։ Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը, Մինասյանը ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։ Թե որտեղ է նա իր աշխատանքը շարունակելու, պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա։ Մինչդեռ Նյուզեյմի հետ զրույցում Մինասյանը տեղեկացրել է, որ գործուղվելու է հանրապետականի նախընտրական շտաբ Հովիկ Աբրահամյանին օգնելու նպատակով։ Թե կոնկրետ որ հարցերում է Միքայել Մինասյանը օգնելու խորհրդարանի պաշտոնից հրաժարված Հովիկ Աբրահամյանին, առայժմ պարզ չէ։ Սակայն մամուլն արդեն վերլուծելով երկրի նախագահի այս քայլը գրում է, որ իր փեսային աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելով եւ հանրապետականի նախընտրական շտաբ գործուղելով Սերժ Սարգսյանը իրականում երկու հարց է լուծում։ Նախ այս կերպ ցույց է տալիս, որ պաշտոններից հեռացվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ մտերմություն ունեցող անձինք, ովքեր կարող էին նպաստել նրա թիմի հաջողությանը, եւ հետո թերեւս գլխավոր պատճառը իր փեսային հանրապետականի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի օգնական նշանակելով Սերժ Սարգսյանը իրականում այդ կերպ վերահսկում է Հովիկ Աբրահամյանի գործունեությունը։ Իդեպ մամուլը Միքայել Մինասյանին համարում է իշխանության ամենաազդեցիկ եռյակի անդամ, ով բավական լուրջ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի որոշումների վրա։ Անգամ Մինասյանի հետ են կապվում Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող վերջին կադրային փոփոխությունները։ Թե ինչ ազդեցություն կունենա անկուսակցական Մինասյանը իշխող հանրապետականի շտաբի վրա, առայժմ պարզ չէ, սակայն շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը Հրապարակ թերթին ասել է, թե կարծում է, որ Միքայել Մինասյանը շտաբ է գալիս լավ մտքով եւ նրան առաջարկելու է շտաբի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ 34-ամյա Մինասյանը մինչև նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը 2007 թվականին նշանակվել է պաշտպանության նախարարի օգնական, այնուհետև Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո վարչապետի օգնական, 2008 թվականին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Դե իսկ ներկայումս թերևս կզբաղեցնի հանրապետականի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը։